Ապարտ էր, ինչպես եք Սփազան հայր, ինչպես եք վերաբերում այս մոտեցմանը, եկեղեցին պաշտպանելու համար Սամվել Կարապետյանին միջնորդել են որպեսզի կալանքի տանել։ Նրան մեղադրում են հոգեորականներին մանավանդ Ժանցասիջան միասին, բայց մենք այս ամբողջ ընթացքում կարծես թե միասնականությունը չէինք տեսել մինչև հիմա ինչու։ Եկեղեցին ժողովրդի աշխատանը եղել բոլոր ժամանակներում։ Մենք հրապարակային նկատի ունենք, որովհետև ժամանակներն այնպիսին են Սրբազան հայր, որ հիմա կարծես թե մեզ անընդհատ ապացույցներ են պետք, որ հայ ենք, որ քրիստոնյա ենք, որ շատ ենք միասնական։ Սա արդեն փաստ է, որ մենք միասնական ենք։ Դուք ինչ կասեք, հա միջնորդել են որպեսզի կալանավորեն Սամվել Կարապետյանին։ Ասեցի նոր ավելացնելու բան չունենք։ Հիմա ձեզ ամուր եք զգում, որ հոգևոր հայրերը այսպես բարձր աստիճան թեմակալներով նաև այստեղ են։ Կարծում եք կարող է դատարանի վրա այսպես հոգեբանորեն ուղղակի ազդել, վերջինանք էլ հայ են։ Չեմ ուզում կոմենտանել, երևի ամենաասեցի մի քիչ շնորհակալ եմ, ստեղ ենք դե։ Աստված օգնական, Սրբազան հայր, ձեր դիրքորոշումը տեղ ունեցավ վերաբերյալ ինչ է կատարվում այս բանին, ինչու։ Մենք եկել ենք Մայրաթորսի դեպքից, մեր հոգևոր եղբայրների հետ մեկտեղ, որպես օկուպանտ, բուրելու մեր զորակցությունը, մեր ազգային մետագործ բարերարին, ով երկու օր առաջ գտնվելով Մայր հայրենիքում, այցելելով Մայրաթորսի Էջմիածին, ուր Վեհապար Հայրապետի հանդիսատեսությամբ, նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի գեղեցիկը Հարաշտորիա եւ այդտեղ Սամվել Սարգիսովիչը արտահայտեց իր հավատարմությունը, իր սերը, իր նվիրումը մեր ազգային հոգևոր սրբություններին եւ Մայրաթորսի Էջմիածնի առաքելությանը, ասելով, որ հավատարիմ է անտավաճան այն նվիրական արժեքների, որոնք դարերով երաշխավորել են մեր իշխությունը, մեր գոյությունը եւ մեր հարաբերությունը։ Դեպքում այդ արտահայտությունը ցնցել է իշխանություններին, ինչ ցնցող արտահայտություն է արվել քաղաքացիներից, բոլորն էլ հայտնում են իրենց հավատարմությունը եւ նվիրումը Մայրաթորսին։ Մենք հասկացանք, որ Սամվել Սարգսովիչի նման զորակցությունը Մայրաթորսի Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերյալ եւ այդ իմաստով մենք եկել ենք մեր զորակցությունը կրել։ Սրբազան եկեղեցին ցնցել էր նաև հնարավոր է նաև ձևակերպվեն հոգևոր իշխանության կողմից հաշվի Միանշանակ մեր եկեղեցին մեր ժողովրդի հետ է եղել եւ գիտեք Սամվել Սարգիսովիչը բոլոր ժամանակներում հավատարիմ է իր ազգային արժեքներին, իր ժողովրդի եւ իր պետականության շահերին, հակառակ ամեն տեսակի փորձության, որովհետեւ նա ստացել է այդպիսի կրթություն, դաստիարակություն, բոլորդ գիտեք, նա ում զավակն է, ովքեր են ուղղացել։ Սրբազան դուք էլ եք համարում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել եկեղեցու դեմ, եկեղեցու սպասավորների դեմ, փորձում է ստուգել նրանց կուսակցությունից խախտել են թե ոչ, ինչպես ինչ գնահատական մենք ոչինչ
ոչինչ չենք հնահատում, ոչինչ չենք ձևակերպում, մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, մեր հավատարմությունը, մեր նվիրումը։ Այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները։ Սամվել Կարապետյանը այստեղ հայտնվել հենց դրա հետևանքով։ Եթե Փաշինյանը եկեղեցու դեմ արշավ սկսել, Սամվել Կարապետյանը չէր աջակցում։ Մենք ասացինք, որ դա արդեն քաղաքական հետապնդումներ եւ նպատակ է հետապնդում։ Կրեմլյան ձեռագիր կարող են տեսնել նաև ձեր այցի մեջ եւ խնդրում եմ բարձրաբանեք ի վերջո ցանկացած հայ որտեղ որ նա ապրի, առավել եւս որ նա հոգեվոր կապ ունի եւ աշխատանքային կապ ունի նաեւ եկեղեցու հետ չի կարող աջակցել, ինչու դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի դառնում եկեղեցու կողքին կանգնելը։ Ես այստեղ եմ նաեւ որ բերեմ փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորացություն։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգսյանին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայացքը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր, Ուրախ է Փաշինյանը մինչև 3 պետականամետ, որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով եւ այսօր էլ շարունակում է իրականացնել։ Սա ժամանակ եկեղեցին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականներ, պահանջում տեղական ժամանակ եւ կաթողիկոսը ևս համարում են, որ ասում են եկեղեցին չխառնվել քաղաքականությանը, մենք էլ չխառնվենք եկեղեցին ներքին կյանքը։ Այսօր էլ ասում որ չի միջակայքում ասածները որևէ ինչպես կանոնի, արդյոք Եկեղեցին բազմիցս իր հայտարարություններով արտահայտել է իր կեցվածքը, իր վերաբերմունքը, իր մոտեցումը ժողովրդի ազգի հայրենիքի պետության շահերին։ Եվ դա այդ հայտարարությունները գրված են, հրատարակված են հարցած։ Նա կրկնել իմաստով։ Լավ, շարունակությունը դեպի ուր կգնա, ի վերջո նաև Ռուսաստանի հայերը հնարավոր է միավորվեն նորալիք բացանա։ Չմոռանանք Ամերիկային բնակվող հայերը արեցին Փաշինյանի համար այս հեղափոխություն, որի պատողները հայրում են այսօր։ Ես կարծում եմ բոլոր հայրենասեր, բոլոր ազգասեր, բոլոր եկեղեցասեր, քրիստոնյա հայորդիները չեն կարող այդ կեցված գնալ։ Դուք այդ բաները տեսնում եք, մոտիվացիան կա, այդ տրամադրվածությունը կա, որ միավորվեն, որովհետև մենք 18-ին տեսել ենք, թե ինչպես են դրսի հայերը շատ ավելի միավորված եղել, քան ներսում Հայաստանում։ Համոզված եմ։ Խազանայ, ձեր կարծիքով կհաջողվի ճնշել Փաշինյանի եկեղեցին եւ այս պատերազմը ինչպես կավարտվի։ Մշտապես Խազան